Ռուսական զորքերը արագորեն ավելացրել են սպառազինության մեջ գտնվող T-80 հիմնական մարտական տանկերի քանակը, քանի որ ըստ Military Watch Magazine մեքենայի եզակի հնարավորությունները, այդ թվում դրա բացառիկ շարժունակությունը, ավելի ու ավելի մեծ պահանջարկ են ձեռք բերել։ Հոդվածում նշվում է, որ 2010-ականների սկզբին սպառազինության մեջ գտնվող T-80-ների քանակը նվազել էր հիմնականում T-72-ի համեմատ շահագործման զգալիորեն բարձր ծախսերի պատճառով։ Ենթադրվում է, որ T-80-ների ցուցաբերած առավելությունները ինտենսիվ մարտական պայմաններում շարժունակության առումով հիմնական գործոնն էին, որը բանակին դրդեց ավելացնել այս մեքենաների քանակը, նշում է հրատարակությունը։ Բելարուս սահմանապահները Լատվիայի սահմանի մոտ հայտաբերել են ծեծված փախստականների, որոնցից մեկը մահացել է։ Այս մասին հայտնել է Բելարուսի Հանրապետության քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Ըստ գործակալության հոկտեմբերի 21-ին Բրասլավի շրջանի սահմանի մոտ հայտաբերվել են 2 օտարերկրացիներ, որոնք տանում էին իրենց ընկերոջ դին։ Դեպքի վայր են կանչվել քննչական խումբ եւ շտապ օգնության մեքենա, ասվում է հայտարարության մեջ։ Քննիչները թարգմանչի օգնությամբ հարցաքննել են օտարերկրացիներին եւ պարզել, որ նրանք բոլորը եղել են Լատվիայում, այնուհետև համազգեստով տղամարդիկ կանգնեցրել են նրանց, խլել հեռախոսները եւ սկսել ծեծել, այնուհետև նրանց ստիպել են նստել միկրոավտոբուս եւ էլեկտրաշոկի միջոցով վնասազերծել։ Հարձակման ժամանակ տղամարդկանցից մեկը ընկել է եւ անշարժացել, այնուհետև նրանց տարել են սահման, դուրս նետել մեքենայից եւ ստիպել են անցնել Բելարուսի տարածք։ Իրավապահ մարմինների աշխատակիցները զննել են դեպքի վայրը եւ մահացածի մարմինը։ Զոհերը ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Բարձրաստիճան սպայի գլխավորած բրիտանական ռազմական խումբը մեկնել է Իսրայել, հաղորդում է Sky News-ը, հղում անելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին։ Նախարարի խոսքով օպերատիվ պլանավորման փորձ ունեցող բրիտանական զորքերի փոքրաթիվ խումբ արդեն ժամանել է Իսրայել։ Բրիտանական զորքերը կօգնեն Գազայի հատվածում փխրուն հրադադարի մոնիթորինգի միջազգային ջանքերին։ Հիլին նշել է, որ Միացյալ Նահանգների խնդրանքով բրիտանական զինված ուժերը ղեկավարելու համար նշանակվել է գեներալ-մայոր։ Նա կծառայե որպես ամերիկացի հրամանատարի տեղակալ, որը պատասխանատու է Գազայի քաղաքացիական ռազմական համակարգման կենտրոնի համար։ Հիլին ընդգծել է, որ Լոնդոնը մտադիր է կարևոր դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև Հունգարիայում կայանալի գագաթնաժողովը չեղարկվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Մարկո Ռուբիոյի միջև լարված հեռախոսազրույցից հետո։ Հաղորդում է The Telegraph-ը, հոդվածում պարզաբանվել է, որ ռուս եւ ամերիկացի դիվանագետները զրուցել են հոկտեմբերի 20-ին։ Լրագրողների խոսքով նրանց զրույցը ձախողվել է։ Հոդվածի հեղինակները ենթադրել են, որ Լավրովը հնարավոր է զրույցի ընթացքում Ռուբիոյին տեղեկացրել է, որ Մոսկվան համաձայն չէ ներկայիս առաջնագծի երկայնքով հակամարտությունը սառեցնելու առաջարկի հետ։ Հոկտեմբերի 16-ին Պուտինը եւ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում նրանք համաձայնվել են անձամբ հանդիպել Հունգարիայում։ Կրեմլը պարզաբանել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ 2 շաբաթվա ընթացքում կամ ավելի ուշ։ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները վերջին տարվա ընթացքում աննախադեպ չափով ամրապնդվել են։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, հաղորդում է TASS-ը։ Անցած տարվա ընթացքում մեր դաշինքն ու գործընկերությունը Միացյալ Նահանգների դարձել են աննախադեպ։ Սա փոխում է եւ Մերձավոր Արևելքը եւ աշխարհը։ Սա հնարավորություններ է ստեղծում ոչ միայն անվտանգության, այլև խաղաղության շրջանակի ընդլայնման համար, ինչի համար մենք շատ ենք աշխատում, ասել է նա։ Նեթանյահուն նշել է նաեւ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներդրումը Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ամրապնդման գործում։